Ազգային ժողովի ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունների հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի աշխատանքներին հետևող սիրելի հայրենակիցներ, տիկնակ եւ պարոններ։ Մի քանի օր առաջ ես նայում եմ Ազատություն ռադիոկայանի մի ռեպորտաժ, որտեղ լրագրողը հարցազրույց էր վերցնում Կնյազ Հասանովից եւ ըստ լրագրողի մեկնաբանության տեղեկության նա շտապում էր Ռուբեն Ռուբինյանի մոտ, որպեսզի քննարկեն այս նիստի անցկացման կազմակերպման հետ կապված հարցերը։ Եվ այս քննարկման արդյունքը փաստացի եղել է այն, որ ազգային ժողովը իր աշխատանքները մեկնարկեց կանոնակարգի կոպտագույն խախտումներով, ըստ որի ազգային ժողով չհրավիրելով ամենայն հայոց կաթողիկոսին, որ ազգային ժողովի պատգամավորները զրկվեցին գրանցումից հետո եւ քվեարկություններից առաջ վարման կարգի վերաբերյալ խոսելու հնարավորությունից, որ ազգային ժողովի պատգամավորները զրկվեցին իրենց իսկ բառերով, իրենց իսկ խոսքով երթման տեքստը հնչեցնելու հնարավորությունից, այլ կիրառվեց պիոներական ճամբարի մեթոդը։ Բայց սա թերևս միակ խնդիրը չէր, որ կանոնակարգի խախտումով տեղ ունեցավ։ Տեղ ունեցավ նաև բարոյական նորմերի շատ կոպտագույն խախտում։ Ես հետևել եմ 2021 թվականի առաջին նիստի մեկնարկին, երբ Կնյազ Հասանովը նիստը բացելուց առաջ խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Ոնց որ թե պարոն Ռուբինյանի հետ քննարկման արդյունքում այս անգամ նման որոշում չի կայացվել։ Բայց լինելով հայ ժողովրդի ընտրյալ զավակներ եւ մեզանից յուրաքանչյուրը ներկայացնելով այստեղ ողջ ժողովրդին, մենք չենք կարող այդ խնդիրը թողնել Ռուբեն Ռուբինյանի կամ Կնյազ Հասանովի հայեցողությանը։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազատության, անկախության, հայրենիքի պաշտպանության, բոլոր պատերազմներում, բոլոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաեւ հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագներում զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե։ Շնորհակալություն։ Իրավաբանության մեջ կա անկողմնակալ դիտորդ հասկացությունը։ Նա այն մարդն է, որը առանց շահերի հետևում է որևէ իրադարձությունների։ Եվ հիմա կարող է անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն լինել, որ Հայաստանի ազգային ժողովում տեղի ունենում ազգային ժողովի նախագահի ընտրություն։ Բայց դա միայն միամիտ մարդկանց շրջանում, որովհետև նրանք, ովքեր հետևում են լրահոսին, քաղաքական եւ միջազգային իրադարձություններին, գիտեն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Սերդար Քլեչը Ռուբեն Ռուբինյանին ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է դեռևս 2026 թվականի հունիսի 25-ին։ Այսինքն սահմանադրական դատարանում ազգային ժողովի ընտրությունների արդյունքները 7 քաղաքական ուժերի վիճարկման նիստից 1 օր առաջ։ Դա նշանակում է, որ Սերդար Քլեչի համար արդեն պարզ էր, թե սահմանադրական դատարանի որոշման արդյունքները, թե Ռուբինյանի ընտրության արդյունքները։ Որպես այս դահլիճում գտնվող միակ նախկին դեսպան, ասեմ ձեզ, որ դեսպանները հանրային խոսքում ինքնագործունեությամբ չեն զբաղվում։ Նրանք մշտապես արտահայտում են իրենց պետության ղեկավարի եւ կառավարության դիրքորոշումը։ Եվ ես տպավորություն ունեմ, որ հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրություններից հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև Հայաստանում իշխանության վերահսկողության աշխատանքի որոշակի բաժանում է կատարվել։ Կառավարության ղեկավարումը վերապահելով Ադրբեջանին,
Ազգային ժողովի ղեկավարումը վերապահելով Թուրքիային։ Ես ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ ընտրություններից հետո, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները, առաջին արտասահմանյան պատվիրակությունը, որ եղել է Հայաստանում, դա եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նշանակված իր օգնական անվտանգության հարցերով Հիկմետ Հաջիևի այցը Հայաստան, Տավուշի մարզ եւ հետաքրքիր զուգադիպությամբ այդ ժամանակ Տավուշի մարզում է գտնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իհարկե պաշտոնական որևէ տեղեկություն չկա նրանց հանդիպման վերաբերյալ։ Իսկ եթե այդպես է, իսկ իմ կարծիքով դա այդպես է, հետաքրքիր է թե Թուրքիայի ընտրությունը չի կարող կանգնած լինել Ռուբեն Ռուբենյանի վրա։ Այստեղ խոսվեց նրա Թուրքիայում հետազոտական ծրագրերում ներգրավվածության մասին չեմ ուզում մանրամասնել, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ Ռուբեն Ռուբենյանը ապօրինի կերպով խախտելով Հայաստանի սահմանադրությունը եւ օրենքները ստանձնել է հայ-թուրքական գործընթացում Հայաստանի կողմից պաշտոնական բանակցի գործառույթները։ Մեր երկրի սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը եւ կառավարությունը այդ քաղաքականության համար պատասխանատու եւ հաշվետու է ազգային ժողովի առջեւ։ Հետեւաբար ազգային ժողովի падգամավոր, այն էլ ղեկավար մարմնի ազգային ժողովի փոխնախագահ որևէ պարագայում իրավունք չուներ իր վերաստանձնելու գործադիր իշխանության ֆունկցիաներ, առավել ևս որ դրա համար չկար որևէ իրավական ակտ։ Հայաստանի վարչապետը Ռուբեն Ռուբենյանին որևէ իրավական ակտով որևէ պաշտոնում չի նշանակել։ Եվ նա փաստորեն ինքն իր աղջությամբ տապալել է Հայաստանի սահմանադրական կարգը, խախտել Հայաստանի սահմանադրությունը, ընդ որում, ինչպես նշեցին մեր գործընկերները Հայաստան դաշինքի падգամավորները, առանց արդյունավետության, որովհետև ես հիշում եմ, որ Քլեշն ու Ռուբենյանը հայտարարել էին, որ 2023 թվականի հուլիսի 1-ից հայ-թուրքական սահմանը կբացվի դիվանագիտական անձնագիր ունեցող Հայաստանի քաղաքացիների եւ երրորդ երկրի քաղաքացիների առաջ։ Այս դահլիճում շատ կան դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներ, կարծում եմ նրանց մեջ շատերը կլինեն, որ կցանկանան Թուրքիա գնալ Մարգարեի անցակետով, բայց դա հնարավոր չի։ Իսկ հիմա ոչ թե 2023 թվականն, այլ 2026 թվականն, այսինքն 0 արդյունավետություն ապօրինի գործունեության իմաստով։ Ռուբենյանը նաև Թուրքիայում եղել է Թուրքիայի արտգործ նախարարության կողմից Անտալիայի դիվանագիտական ֆորումին, նրանց կողմից կազմակերպված, ընդ որում ոչ մեկ անգամ։ Իդեպ այստեղ փոխադարձություն երբեք չի գործել, որովհետև դրանից հետո Հայաստանի արտգործ նախարարությունն էլ է կազմակերպել Երևանյան հորիզոններ համաժողովները եւ որին ոչ մի թուրք պաշտոնյա, այդ թվում եւ Սերդար Քլեչը մասնակցություն չեն ունեցել։ Շատ են խնդիրները, որոնք կապված են Ռուբենյանի հետ, ես նաև անձնապես եմ դա զգացել, որովհետև երբ որ ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբենյանը հայտարարել քաղաքացիների ընդունելություն, ես 5 անգամ ներկայացել եմ այդ ընդունելությանը մասնակցելու համար եւ ոչ մի անգամ այդ ընդունելությանը չեմ արժանացել իմ հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու գործով։ Տեղեկացնում եմ ազգային ժողովին, որ իմ հետևողական իրավական գործընթացների արդյունքում վճռաբեկ դատարանի որոշման հիմքով քննչական կոմիտեի Արաբիրի քննչական բաժնում նախաձեռնված է քրեական վարույթ եւ ես սպասում եմ առաջիկայում գլխավոր դատախազին ազգային ժողովում, որը մեր համաձայնությունը կխնդրի Ռուբենյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կարծում եմ նաեւ խափաման միջոցի միջնորդությամբ։ Իսկ արդյոք մեր այսօրվա հերոսը չունի որևէ առավելություն իր կյանքի ընթացքում։ Ես գտել եմ նրա կյանքում մի կարևոր իրադարձություն, որը կարելի է առավելություն համարել։ Դա այն է, որ 2016 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում նա եղել է ապրիլյան պատերազմի մայիսյան մասնակից։ Եվ մեկնել է Արցախ, հաշվառված է եղել Արցախի պաշտպանության բանակի Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում եւ հայկական բանակի համազգեստով զինված կերպով իրականացրել է մարտական առաջադրանք։ Ես կարծում եմ, որ այդ ժամանակ երիտասարդ Ռուբեն Ռուբենյանը դարել է հայրենասերական մղումներից դրդված եւ դա շատ գնահատելի արարք է ցանկացած մեկի կողմից կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը անկախ մարտական գործողությունների ինտենսիվությունից կամ ժամկետներից։ Բայց պարզվում է, որ Ռուբենյանը նսեմացրել է իր այդ իմ կարծիքով սխրանքը եւ նվիրական ծառայությունը, որովհետեւ նա այն տարածքը, որտեղ իրականացրել է մարտական առաջադրանք, հիմա համարում է ադրբեջանական տարածք դեռևս 1991 թվականից։ Այստեղ խնդիր է առաջանում, մարդը ուզում է դառնալ Հայաստանի ազգային ժողովի նախագահ, նա ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան։
Որովհետև եթե նա իր ծառայության վայրը, որտեղ համարել է հայրենիք ու պաշտպանել է դա, հիմա համարում է ադրբեջանական տարածք, դա դավաճանություն է։ Վերջացրեք, պարոն Ղազարյան։ Շնորհակալություն։